Չորրորդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ տալու սարսափելի լուրը շոկի է ենթարկել Մղճյան գյուղի բնակիչներին։ Ճիշտն ասած, մեր երեխեքներն են այդ դպրոցում սովորում, շատ ենք մտահոգված։ Վաղը մյուս օր չես իմանա ինչ կլինի։ Շատ ենք մտահոգված այդ դեպքերով։ Շատ մտահոգիչ է այդ տարիքի երեխաներ զբաղվեն այդ գործով։ Հիմա կատարվել է մի դեպք, որը շատ ցավալի է, շատ ցավում եմ այդ ծնողների համար եւ իրենց երեխաների համար, ովքեր այդ փորձության միջով են անցնում, շատ եմ ցավում իրանց համար։ Ես իրանց զայրույթն ու ամեն ինչ հասկանում եմ, անկեղծ ասած։ Եթե իմ երեխայի հետ լիներ, հաստատ ես էլ նման տիպ պիտի արձագանքեի։ Ուղղակի ուզում եմ միջոցներ լինի եւ դա ոնց հասկանում եմ, ավելի վեր լծակներից է գալիս, որովհետեւ դարը փոխվել է։ Բոլոր դպրոցներում նման բաներ ենք տեսնում, մեզ պետք է անվտանգության մեկ այլ երաշխիքներ եւ այդ անվտանգության երաշխիքները պետք է սկսվի մեր տներից։ Գյուղում պատմում են, որ դպրոցի 12-րդ դասարանի մի քանի աշակերտներ ամիսներ առաջ ստիպողաբար թմրանյութ են տվել 4-րդ դասարանի 2 աշակերտի, ինչից հետո նրանց մոտ կախվածություն է առաջացել։ 10 տարեկան տղաները շուրջ 4 ամիս տնից գումար են գողացել նույն անձանցից արդեն թմրանյութը գնելու համար։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիարակչական հսկողություն եւ վարչական հսկողություն։ Մեկի նկատմամբ տնային կալանք եւ բացակայելու արգելք։ Մեկ անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում։ Մղճյանի միջնակարգ դպրոցում մթնոլորտն այսօր լարված էր։ Ընդհանրապես չէինք լսել։ Այս վերջի մի քանի օրվա մեջ։ Դպրոցի ճիշտն ասած տենց պահանջներ չունեմ, այս պահին բողոքյա չունեմ դպրոցից մի երկու դիմացության պատճառով։ Անհանգստություն կա, հա, դե ծնող եմ, շուտով պետք է գա մի հատ հետաքրքիր ինչ է կատարվում, ամեն դեպքում հեսա իր դասխիկին կտեսնեմ, կխոսեմ, կհասկանամ ինչ է։ Ես ավարտած արդեն 20 քանի տարի ավարտած բան մեր գյուղում նման բան չի եղել, ու մանավանդ դպրոցում։ Սաղս է մտա բախություն ունենք, բոլորս էլ երեխեք ունենք, դա անելու բան չէ, դա հարգի բան չէ, դա անշնորհքություն է, որ ընտանիքի երեխան էլ ուզում ալնի։ Հիմա թողել մարդիկ հասկանան, ապացույց տնան ինչան օրը հասկանան։ Լրագրողներից մուտքը դպրոց արգելված էր, փոխտնօրենը կողպել էր դուռը եւ թույլ չէր տալիս ներս մտնել։ Կատարվածը մեկնաբանելուց էլ հրաժարվում էր։ Առավոտից դպրոց էր եկել Արարատի մարզպետարանի հանրակրթության վարչության պետը։ Նրա հետ հանդիպմանը դպրոցի աշխատակազմի հետ միասին ներկա էին նաև աշակերտների ծնողները, այդ թվում տուժած երեխաների։ Թեև նրանցից շատերը պնդում են, որ գոհ են գործող տնօրենից եւ նրան հեռացնելու անհրաժեշտություն չեն տեսնում, սակայն հանդիպմանը քննարկվել է հենց տնօրենին աշխատանքից հեռացնելու հարցը։ Թերացել է որևիցե մեկը իր աշխատանքի մեջ շատ կարճ ժամանակ, երևակայի մինչև 2 շաբթի, արդեն իսկ դուք ինքներդ էլ կլսեք։ Այսինքն պատրաստում եք տնօրենի աշխատանքից ազատել, այդ հարցը քննարկման փուլում է։ Կարող է նաև լինել նմանատիպ բան, տնօրենի ազատման հարց լինի։ Հանրակրթության վարչության պետը մինչև ուսումնական տարվա ավարտ աշխատանքային բոլոր օրերը թիմի հետ Մղճյանի միջնակարգ դպրոցում կանցկացնի։ Մեր հիմնական նպատակը դպրոցի կրթական process-ը բնականon հունով շարունակելն է եւ այն դետալային հարցերը, որտեղ կարա ոչ համադրելի լինի կրթական process-ի հետ, միանշանակ շատ կոպիտ եւ շատ խիստ միջոցներ են լինելու թե տնօրինության եւ թե պատասխանատու մնացած անձանց հանդեպ։ Եթե պարզվի դպրոցի տնօրինության անփութության պատճառով է տեղի ունեցել սարսափելի դեպքը, ապա բոլոր մեղավորները կպատժվեն, հավաստիացրել է կրթության նախարարը։ Պետք է շատ մանրամասն հասկանանք, թե դպրոցը ինչ քայլեր պետք է ձեռնարկած լիներ եւ ինչքանով ու որողակն է իր տեղում եղել եւ ճիշտ արձագանքել, որտեղ նման դեպքերը տեղի չեն ունենում մեկ օրում, տեղի չեն ունենում պարզապես։ Դրանք տեղի են ունենում, որոշակի նշաններ երևում են, որոշակի նաեւ անհանգստացնող կարծում եմ ազդակներ են լինում եւ եթե այստեղ մենք ունենանք բավարար զգայունություն եւ արձագանք ընտանիքներից, դպրոցից, միջավայրի ցանկացած օղակից, ապա այսպիսի դեպքերը չեն կարող նման ուրեմն սրացում ունենալ, չեն կարող խորանալ եւ կարող են շատ ավելի վաղ փուլում կանխվել։ Վերջին տարիներին դեռահասների շրջանում թմրանյութերի շրջանառման դեպքերի աճ կա, ասում է թմրաբան Սուրեն Նազիմյանը։ Թմրամիջոցները գնալով ավելի հասանելի են դառնում դեռահասներին, դա մենք դեռևս արդեն գրեթե 2-3 տարի բարձրացնում ենք դրա մասին, որովհետև մենք մեր գործունեության ընթացքում էլ հականատես ենք եղել, որ դեռահասային տարիքի պացիենտներ ենք ունենում, որ իհարկե նախկինում չկար, նախկինում նկատի ունեմ 10-20 տարի առաջ դեռահասային տարիքի երբևէ պացիենտ չէր դիմում մեր կենտրոն, նկատի ունեմ ընդհանրապես կախվածությունների կենտրոն կամ կախվածությունների բուժման համար, բայց հիմա դե տեսնում ենք, որ կան իհարկե ցավոք սրտի։ Դե հա, իհարկե դա պայմանավորված է նաև
տեղեկատվական տեխնոլոգիաներով, այսինքն որոշակի համացանցային հավելվածներով, քանի որ թմրամիջոցները տարածվում են համացանցային հավելվածներով գերազանցապես։ Իհարկե, ասեմ ձեզ, որ մեր իրավապահները սկսել են արդյունավետորեն պայքարել նաև դրա դեմ, վերջին գոնե 1 տարվա ընթացքում, ու վերջերս նույնիսկ մեծ խմբեր բացահայտվեցին, որոնք զբաղված էին թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Մասնագետն իր երկարամյա աշխատանքում առաջին անգամ է լսում, որ այդ տարիքի երեխաներին ստիպեն թմրանյութ օգտագործել։ Եթե նման դեպքերը չկանխարգելվեն, հետևանքներն, ասում է, կործանարար են լինելու։ Եթե 9 տարեկան երեխան թմրամիջոց գործածի, իհարկե շատ անգամ ինքը ավելի խոցելի է, քան թե մեծահասակ, ու օրգան համակարգը նույնիսկ ձևավորված չեն։ Նույնիսկ կենտրոնական նյարդային համակարգը ձևավորված չի, իհարկե կործանար ազդեցություն կունենա այդ տարիքի երեխայի վրա։ Բոլորի վրա է ունենում թմրամիջոցը կործանար ազդեցություն, բայց այդ տարիքի երեխայի վրա իհարկե շատ ավելի լուրջ ազդեցություններ կունենա, ծանր։ Մինչև իրավապահները կպարզեն դեպքի բոլոր հանգամանքները, ծնողների աչքը վախեցած է, անձամբ են գալիս երեխաներին տուն տանելու։